Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ճանապարհվում ենք Մոսկվայում այսպիսի անձրևային եղանակ է, արդեն օդանավակայանում ենք և հիմա կազմենք ռեգիստրացիան ու կսպասենք մեր թռիչքին։ Մնացեք ալիքումս շատ հետաքրքիր է լինելու։ Ինքնաթիռը արդեն պատրաստվում է թռիչքին, դե ինչ մեզ բարի թռիչ, ձեզ բարի դիտում, բարի ժամանց, հուսով եմ հետաքրքիր է, կսպասեմ ձեր արձագանքներին կոմենտարիաների բաժնում, այս քանի օրը կփորձեմ այսպես ավելի շատ հանգստի վիդեոներ տեղադրել, որովհետև շատ հետաքրքիր տեղ ենք գնալու, շատ հետաքրքիր հյուրանոցում ենք հանգստանալու, այսպես ասած, հետո ցույց կտամ։ Դա ինչ ցուրտ անձրևային Մոսկվային հրաժեշտ ենք տալիս, կհանդիպենք արևոտ, տաք Եգիպտոսում։ Այնտեղից էլ արդեն կշարունակեմ վլոգը երևի։ Ինքնաթիռում նաև ճաշ են տալիս, ճաշի ժամն է բնականաբար արդեն ճաշ, բայց այսպիսի նամբոր են տվել, բնական հյութ, 2 հատ սենդվիչ, հաց ու պանիր և մի հատ էլ քաղցր բիսկվիթային, այդպես կրեմային քաղցրավենիք։ Ու այսքանը հիմա կվայելենք, մինչև որ ժամանակը անցնի, ասեմ, որ ժամանակը շատ դժվար է անցնում, այստեղ նկարել ենք վերևից, չգիտեմ ինչ տարածքի վրա ենք հիմա, որտեղ ենք գտնվում, այսպիսի գեղեցիկ տեսարան է, չգիտեմ որ քաղաքն է, որ երկրի վրա է։ Արդեն մենք Եգիպտոսում ենք, Շարմ էլ-Շեյխ քաղաքի վրա ենք հիմա, հենց այդտեղ էլ պետք է մեր ինքնաթիռը իջնի, օդանավակայանը Շարմ էլ-Շեյխում է։ Արդեն պատրաստվում է վայրեջքին, մոտավորապես 20 րոպե, 15 րոպե, երևի արդեն կլինենք օդանավակայանում։ Բայց նախապես տեսեք ինչքան գեղեցիկ քաղաք է, լուսավոր, արդեն ժամը 9-ն է, ու այսպես արդեն լավ մտնել է ու քաղաքի գեղեցկությունն էլ ավելի գեղեցիկ է երևում։
Ինքնաթիռավայրեջ կատարեց հիմա տեղափոխում ենք օդանավակայան։ Օդանավակայանը փոքր է, այդքան էլ մեծ չի, դրսի հատվածից հիմա ներսը նույնպես կտեսնենք։ Հիմա պետք է բարձրանանք եւ վերցնենք էմիգրացիոն կարտերը։ Պետք է էմիգրացիոն կարտերը լրացնենք, հիմա կբարձրանանք վերև։ Պետք է լրացնենք էմիգրացիոն կարտերը, այս մյուս կողմը լրացնում ենք, այն մյուս կողմը պասպորտ կոնտրոլը վերցնում է այդ կարտերը։ Ինքն ուրիշ երկրների պես չի, որ երկրից դուրս գալուն նոր էմիգրացիոնը հանձնում ես։ Հիմա բարձրանանք վերև, արդեն լավ ուշ է, մինչև հասնենք, ինձ թվում է էլ ավելի ուշ կլինի, քանի որ ահավոր մեծ հերթեր են, չհաշված, որ մեր ինքնաթիռը շատ մեծ էր, ահագին շատ քանակի մարդիկ կային, այդքան էլ վերևում են։ Եվ տեսեք ինչքան մարդիկ կան, վերջապես դուրս եկենք, ահագին շատ երկար ժամանակ կանգնեցինք, հերթերը շատ մեծ էին, պասպորտ կոնտրոլը, չհաշված, որ իրանք շատ դանդաղ են աշխատում, բայց հիմա դիմավորեց տուրապերատորը, հիմա գնում ենք մեր ավտոբուսի մոտ, որպեսզի ուղևորվենք Իրանից։ Եղանակը ուղղակի հիասքանչա, չես պատկերացնում, Ժանի համար ինչքան տաք էսպես եղանակը շատ լավ է։ Եվ հիմա կսպասենք, որպեսզի բոլորը հավաքվեն, մեր տուրապերատորի հետով որ գալու է։ Այսպես արդեն սահուն կերպով անցանք առավոտ շուտ ժամը 7-ն է, բոլորը արթնացել ենք, հիմա տեղանքը ցույց կտամ, քանի որ 3 ուշ գիշեր էր, մի փոքր այդպես նայեցինք ու վերջ։ Հիմա ամբողջովին տեղանք կտնայինք ու կգնանք Նախաճաշի ու տեսնենք ինչ ենք անելու, այսօր պլաններում կա, որ գիդի հետ պետք է հանդիպենք եւ գնանք քաղաք էքսկուրսիա։ Ընթացքում կաշխատեմ նկարեմ նույնպես քաղաքը, մեծ էլ է շատ հետաքրքիր, թվում է ձեզ նույնպես հետաքրքիր կլինի, ով որ չի եղել այստեղ, կարող եք մնալ մինչև վերջ եւ նայել, կամ էլ քաղաքը միգուցե առանձին վիդեոյով նկարեմ, որպեսզի շատ երկար չստացվի վլոգները։ Այսպիսի հին հնաոճ ինքը հյուրանոց է, առանձին սենյակները, քո դուռը բացում ես եւ մտնում ես ներս, ոնց որ տան նման է սարքած, այսպես փոքր վիլաներ ոնց որ լինեն։ Ներսը նույնպես հնաոճ եղանակով է սարքած, հնաոճ տեսակով է, շատ գեղեցիկ է մի խոսքով։ Այստեղ բասեյնը միացած է իրար մանկական ու մեծերի համար, այն մյուս կողմը մանկականն է, այս մյուս կողմը ավելի խորը։ Դե բնականաբար ծաղիկներ, պալմաներ, առավոտ ժամը 7-ն է, արդեն լավ շոգ է, չնայած որ այդպես էլ արև չկա, բայց շատ շոգ է։ Դե ինչ գնացինք Նախաճաշի։ Ռեստորանում ենք արդեն, շվեդսկի ստոլ է, ինքը այստեղ հյութերն են, սուրճ, ով ինչ սուրճ ուզում է, հիմա կերակուրներ կնկարեմ, կերակուրներ կամ կֆրամ կնկարեմ, ամեն մարդը ինչ որ ուզում է, այն էլ վերցնում է ուտելու համար, այստեղ հացերի, քաղցրավենիքի բաժինն է, կրուասան, պոնչիկներ, մի խոսքով այդպես, այստեղ աղցանների հատվածն է, պանիր, բանջարեղեն կտրտած, թթու, ովքեր որ ուզում են կարող են վերցնել այնտեղ խառնենք եւ սոուս լցնեն վրան աղցան պատրաստեն։ Այստեղ արդեն հիմնական ուտեստներն է, կարող եք ձու տապակել, չգիտեմ սա ինչ է ճիշտն ասած չեմ հարցրել, ցաներ փերշիկով ինչ որ բան է, բանջարեղեններ, կարտոֆիլ տապակած, սա նույնպես շատ համեղ էր, հաց էր, պոմիդոր վրան պանիր, սա էլ քաղցրի նախաճաշի համար է, բլինչիկներ, սա երևի է խլոպյաներ կաթով,
Սա էլ իրենց ջեմերն ու մեղրը։ Հիմա փոքր ամեկից կվերցնեմ, կփոխսնեմ, տեսնեմ ինչ մուրաբաներ են, շատ հետաքրքիր է։ Եվ կնախաճաշենք, որից հետո տեսնենք, այսօր էլ ինչ կնկարեմ, այսօր պետքա դուրս գան քաղաք գալու, քաղաքի հետ պետքա ծանոթացնել, եթե հարմարացնեմ, անպայման կնկարեմ նույնպես։ Սա երևի մեղրը, ինչ-որ փոխցենք ամենից մի փոջր։ Սա նախամուտքն է հյուրանոցի, շատ գեղեցիկ է սարքած հին ոճի։ Տեսնենք այստեղ ինչ է։ Ինչ-որ կաֆե, դիսկոտեկա երևի։ Սել երեխաների համար է երևի։ Կարաոկե ժամը 9-ին երեխեքի համար ինչ-որ անիմացիա։ Շատ շոք է։ Ես էլ դրսի կողմն եմ։